Այսօր հունիսի 5-ն է, օրը երեքշաբթի, եթերում Խոստուբ հեռուստաընկերության կապանլու լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, բարի երեկո։ Սույն թվականի հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը փորձել են կրկին անգամ խախտել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-ից 20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։ Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է եւ ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է։ Ադրբեջանական կողմից ըստ նախնական տվյալների կա 5 զոհ, բազմաթիվ վիրավորներ։ Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել իրենց հետ տանելով զոհերի դիակները եւ վիրավորներին։ Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան։ Ինչպես ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցների հողում անելով հայտնել էր TRT-ը, այսօր առավոտյան Ադրբեջանի ժամանակով ժամը 6:30-ին շփման գծում Տավուշի մարզի հատվածում հայկական զինված ուժերը ոչնչացրել են 4 ադրբեջանցի զինծառայող։ Եվս մեկ ադրբեջանցի մահացու վիրավորում է ստացել եւ ավելի ուշ մահացել։ Մասնավորապես ադրբեջանական ապագործակալությունը վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հայտնել էր, որ զոհվել են 1988 թվականին ծնված Ամիլ Ալիևը, 1993 թվականին ծնված Հադիդ Ազիզովը, Վահիկ Բագիրովը, Զուլֆագար Սթաշելնը, Էլչին Իսմայելովը։ Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցից ժամեր առաջ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը փորձել էր ներթափանցել Տավուշի մարզի Բերթավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլոյցարայության համաձայն ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել էր եւ տալով կորուստներ հակառակորդը ետ է մղվել։ Ադրբեջանական գործողության հետևանքով զոհվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարո Կամոյի Դավթյանը։ Կան վիրավորներ։ Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Հովարդ Բերմանը եւ Կոնգրեսի հայկական հարցերի համախմբման համանախագահ Ֆրենկ Փալոնը խիստ հայտարարություններով են հանդես եկել, դատապարտելով ազերիների սահմանային հարձակումը Հայաստանի վրա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Կովկաս այցից ժամեր առաջ, որի հետևանքով 3 հայ զինվոր էր զոհվել։ Հայտնում է Ասպարեզը, հղում կատարելով Ամերիկայի հայ դատի հանձնախմբին։ Թողարկման հիմնական նյութերի մասին նախ համառոտ։ Միասնական քննության հերթական արարը այս անգամ հայոց լեզվից։ Շտամարանից դուրս ոչ մի բան չկար։ Այդքան էլ բարդ չէր, բոլորն էլ պարապած էինք։ Անտառների պահպանման ծրագրով կանխարգելիչ ձեռնարկ։ Ուղղաթիռները կժամանեն տարածաշրջան եւ ուրեմն իրենց սրսկումները կկատարեն։ Հուսով ենք, որ այդ սրսկումներից հետո արդեն իսկ կվերանան այդ թրթուրներ, փոչեցյալները։ Հայոց բանակի հերթական հերթափոխը։ Պատիվ եմ համարում ծառայել հայրենիքին, որովհետև հայրենիքը դա բոլորիս մայրն է։ Այսօր երկու հուզումնալից միջոցառման ականատեսն էինք։ Հատկապես մարդաշատ էր Կապանի համար 9 ավագ դպրոցի բակը, որտեղ հավաքվել էին 200-ից ավելի դիմորդների հարազատները, հետևելու իրենց երեխաների պատասխանատու քննությանը։ Հուզմունք, ուրախության եւ հուզական բազում պահերով հանդերձ կարծում ենք դիմորդներին հաջողվել է ճիշտ պատասխան գտնել առաջադրված 80 հարցերի համար։ Հունիսի 5-ին Հայաստանի ու Արցախի 48 քննական կենտրոններում անցկացվեց հայոց լեզվի եւ գրականության ավարտական միասնական քննությունը։ Այս քննության համար հայտագրվել էր 11795 դիմորդ շրջանավարտ։ Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների քննական կենտրոն ընտրված Կապանի համար 9 ավագ դպրոցում հայոց լեզվի քննությանը 207-ի փոխարեն ներկայացել էր 202 մասնակից։ Կազմակերպչական աշխատանքները ավարտելուց հետո ժամը 9:30-ին տրվեց քննության մեկնարկը։ Իդեպ ծրարների բացման ժամանակ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ծնողների ներկայությունը պարտադիր չէ։ Խստիվ արգելված չէ, մեր ցանկությամբ էլ չէ, կարգով հիմա այդպիսի բան նախատեսված չի, մենք էլ ճիշտն ասած ժամանակի սղության առումը մի քիչ դանդաղ գնաց մուտքը, արդեն 9:30 էր, էլի ծնողներին որ բերեինք մի 10-15 րոպե լտեղ էինք կորցնելու քննության սկզբից։
Կարգը այսօր այս պահին գործող կարգը չի պահանջում, որ ծնողի ներկայությունը լինի ծրարների բացման ընթացքում։ Իհարկե վատ չի, բայց ժամանակի տնտեսման առումով չհրավիրեցին։ Ցուցակով 207 դիմորդ էին, ներկա են եղել 202-ը, 5-ը բացակա ունեն։ Երկուսը գրում են արդեն, որ ունեն հիվանդաթերթիկ, օրինական բացակայեն, համապատասխան դիմումի եւ այդ հիվանդաթերթիկի հիման վրա իրանց թույլատրվի մասնակցել երկրորդ փուլին։ Մյուսները արդեն տեղյակ չեն։ Այս ընթացքում իրանք հələ ժամանակ ունեն, եթե իրանց բացակայությունը հիմնավոր է, օրինական է, ելիք թույլատրվեն երկրորդ փուլին մասնակցել։ Քննության համար տրվեց 3 ժամ։ Նրանք, ովքեր վստահ էին իրենց գիտելիքների վրա եւ առանց դժվարության կարողացել էին կատարել առաջադրանքները, ավարտելուն պես դուրս եկան քննասենյակից։ Խիստ էր, վերահսկողությունը լավ էր, տարբերակներն էլ նորմալ էր, ոչ շատ հեշտ էր, ոչ էլ դժվար էր։ Շտեմարանից դուրս ոչ մի բան չկար, նույնիսկ պատասխանների տեղերը իրանք նշել էին ինձ, ոնց որ շտեմարաններում էր, շփոթացնող բաներ էլ չկար։ Այդքան էլ բարդ չէր, բոլորն էլ պարապած էինք։ Դրանց անհատական պարապմունք չեմ գնացել, բայց կարողացել եմ գրել ինքնուրույն։ Հիմնականում գոհ եմ իմ գրավորից, բարդությունը միջին մակարդակի բարդություն էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ծանոթ ենք թեստերին շտեմարաններից, մնացածը լավ էր, խստությունը նորմալ էր, մի մարդ էլ կար շատ ուստեր, բայց մեր բախտը այս նման դեպքում երևի վերեց, ինքը երբեմն էր մեզ մոտ գալիս, բայց ընդհանուր նորմալ էր, երեխաները իրենցից գոհ գրում էին, ես ինձնից գոհ դուրս եկա ամենայն դեպս։ Ընդհանուր մթնոլորտը շատ սուրական էր, լարված չէր, ընդհանուր առաջադրանքներն էլ հիմնականում ծանոթ էին, իսկ թվում է լավ եմ գրել։ Քննասենյակից դուրս եկողներին անմիջապես շրջապատում ու նրանց վրա հարցերի տարափ էին տեղում դրսում հավաքված դիմորդների հարազատները։ Բոլորին հետաքրքրող առաջին հարցը առաջադրանքների մատչելիությունն ու ներսում տիրող մթնոլորտն էր։ Ըստ երեխայի հայտնած տվյալների գտնում եմ, որ ամեն ինչ նորմալ է։ Երեխաները ասում են, որ շտեմարանային է, 4 շտեմարաններից ընդգրկված եւ լեզուն եւ գրականությունը, եւ բնականաբար, եթե լավ են պատրաստվել, ուրեմն լավ էլ պետք է գրած լինեն եւ բարձր արդյունքներ ստանան։ Երեխան ասում է ներսում նորմալ է, լավ է։ Քննության այսօրվա պատասխանատուն չթաքցրեց, որ որոշակի խստություն է պահպանել, բայց ոչ այնքան, որ դա կարող էր խանգարել դիմորդներին կենտրոնանալ ու հանգիստ աշխատել։ Երեխան երևի խիստ մասնավոր կարծիք է եղել, մթնոլորտը լարված չի եղել, ես ձեզ հավաստիացնում եմ, նորմալ, սուսուփուս, համաձայն կանոնակարգի։ Վերջին դիմորդի աշխատանքն ընդունելուց հետո քննական հանձնաժողովը սկսեց կտրոնների ու ձևաթղթերի հաշվման գործընթացը։ Ժամեր անց համացանցում տեղադրվեցին ճիշտ պատասխանները, որոնցով դիմորդները կարող են համեմատել ու հաշվել վաստակած միավորները։ Պակաս ու Զախարնչեր զինկոմիսարիատի բակը։ Այստեղ եւս երիտասարդներին հաջողություն, բարի ծառայություն եւ բարի վերադարձ մաղթելու ցանկացողների պակաս չկար։ Երեքշաբթի առավոտյան Կապանի զինկոմիսարիատի բակը նորից մարդաշատ էր։ Հարազատներն ու ծանոթ բարեկամները հավաքվել էին հայոց բանակ ճանապարհելու նորակոչիկների հերթական խմբին։ Բոլորի ցանկությունը մեկն է՝ երկրին խաղաղություն, իսկ զինվորներին հաջող ծառայություն։ Փորձում են չհուզվել ու ապագա զինվորներին ուրախ տրամադրության բարի ծառայություն մաղթել։ Մաղթում եմ թող աշխարհի խաղաղություն լինի, իրաք էլ գնան ծառայեն։ Ճանապարհում եմ իմ քրոջ որդուն։ Նրան ցանկանում եմ առաջին առողջություն, լավ ծառայություն ու հաջող վերադարձ։ Ես ուզում եմ ամջաթորնիկս գնա ոնց որ հարկն է իր ծառայությունը կատարի, երկիրս խաղաղ լինի, բարով խերով գնա, բարով խերով գա։ Թադարացություն ցանկանում զգուն եղնի, որ թուրքու իրենք չախչի։ Ամեն անգամ նորակոչիկների մի նոր խումբ ճանապարհելուց զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը նրանց հորդորում է արժանապատվությամբ ծառայել ու հիշել, որ հայրենիքի ու ժողովրդի հանգիստ ու խաղաղ կյանքը իրենցով է պայմանավորված։ Ես պատիվ եմ համարում ծառայել հայրենիքին, որովհետև հայրենիքը դա բոլորիս մայրն է։ Իսկ եթե մի տղա պատրաստ չէ ծառայելու, պաշտպանելու իր մորը, ուրեմն նա շատ վատ մարդ է։ Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող զինվորներին բարեմաղթանքներ հղեցի նաև հայրենական մեծ պատերազմի վետերանները։ Ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում, երկար կյանք եմ ցանկանում ձեզ,
եւ վճռականորեն որպես զինվոր հայրենիքի զինվոր հայոց բանակում ծառայեք այնպես ինչպես ձեր ծնողներն են ցանկանում աշխարհին խաղաղություն են ցանկանում դες քաջ առողջություն դերազան ծառայություն բարի վերադարձ դիտեք ինչ ծառայությունը այնպեսի բան է որ բոլորս որ գնում ենք անենք մի տնից մի բնավորություն օրվենալ այն զորավարի համար էլ դժվար է որ դες վերի մի բանով կխնդրեմ ձեզ որ ծառայեք այնպես երևի մի ամսից դուք երթմուկ ընդունեք կծառայեք այնպես ինչպես կերթվեք Երաժշտության ուրախ նոտաների ներքո զինակոչիկները հրաժեշտ տվեցին հարազատներին, ընկերներին ու սիրած աղջիկներին և մեկնեցին փոխարինելու իրենց բաժին ծառայությունն արդեն ավարտած ավագ ընկերներին։ Սյունիքի անտառածածկ հիմնական տարածաշրջանը Կապանն է, որտեղ գործում են միաժամանակ մի քանի արգելավայրեր։ Ու եթե ժամանակին բնական գազի մուտքը թույլ տվեց անտառը փրկել ոչնչացումից, ապա ի հայտ է եկել մերօրյա վնասատու։ Սյունիքի մարզի անտառներում կրկին գլուխ են բարձրացրել տերևակեր վնասատուները, որոնց համար թիրախային խումբ են հանդիսանում կաղնիները։ Վախ ու միաժամանակ զզվանք առաջացնող այս միջոցները իրենց ոչ սազական անուն ունեն՝ ոսկետուտ։ Հաճախակի են հանդիպում տվյալ սեզոնին մեր տարածաշրջանում, դա հիմնականում ուրեմն խոնավ եղանակներից է կախված եւ ասենք եթե վտանգ չեն ներկայացնում, կարելի է ասել իրենից մարդկությանը վտանգ չի ներկայացնում, սակայն ինքը տեղով մեկ անդուր է եւ ասենք հնարավոր է մարդկանց ալերգիկ վիճակներ ստեղծի, բայց բնության համար, հատկապես բուսականության համար շատ մեծ վտանգ է ներկայացնում։ Վնասատուի զարգացման եւ տարածման չափերը բնորոշվում են եղանակային պայմաններով։ Եթե պայքարի միջոցներ չկիրառվեն, ապա թերթուրները շատանալով մեծ աղետի կվերածվեն, ընդհուպ մինչև անտառների ոչնչացում։ Այդ իսկ պատճառով մասնագետները վնասատուից ազատվելու ավիացիոն տարբերակ են մշակել՝ մոտորերը, սանտառները կսրսկեն ուղղաթիռներով։ Արդեն իսկ խոսացվել են հայ անտառի ղեկավարության հետ, շուտով այդ ուղղաթիռները կժամանեն տարածաշրջան եւ ուրեմն իրենց սրսկումները կկատարեն։ Հուսով ենք, որ այդ սրսկումներից հետո արդեն իսկ կվերանան այդ թրթուրներ կոչեցյալները։ Նախապես զգուշացվելու է բնակչությանը, որ սրսկման աշխատանքներից հետո միայն մեկ օր զգուշ լինեն, հատկապես մեղուներին եւ անասուններին դուրս չթողնեն։ Կապված եղանակի հետ ուրեմն ուշացրել են եւ շուտով կգան կժամանեն մարզ եւ իրենց սրսկումները կատարեն ու արդյունքը կստանանք։ Հիմնականում ուրեմն ասեմ ձեզ, որ տեղյակ կպահվի մեղվապահներին, նրանք կզգուշացվեն, որպեսզի ուրեմն այդ օրերին մեղուները մնան անշարժ իրենց բներում։ Կաղնիներից վնասատուները տարածվել են մրգատու ծառերի, խնձորենու, սալորենու ու մնացած ծառատեսակների վրա։ Մի քանի տարի առաջ իրականացված մասսայական պայքարի արդյունքում դրանք վերացվել էին, սակայն այս տարի կրկին գլուխ են բարձրացրել։ Թրթուրները սնվում են հիմնականում տերևներով, ձվադրվում են տերևների մեջ եւ այդպես բազմանում։ Կան հատվածներ, ասենք տանձավերի հատվածում, տեսեք, այնտեղ չկան, ունենք հատվածներ, որտեղ չկան, իսկ կան, որ համատարած բռնել է։ Խնդիրը բավականին հրատապ է, ուստի սրսկումները պետք է կատարվեն անհապաղ, որպեսզի հանրապետության մյուս անտառ տարածքները փրկվեն հնարավոր վարակումից։ Արդյունավետությունը մասնագետների խոսքով 70-ից 80% է։ Նշենք, որ այս տարի անտառների պահպանության ծրագրով նախատեսվել է ավիացիոն պայքար իրականացնել 9-ից 10 հազար հեկտար անտառային տարածքներում։ 90-ականների վերջին Կապանում ի հայտ եկան մի քանի ժամանակակից պարերի խմբակներ։ Դրանցից մեկն էլ Նարինե Մովսիսյանի պարի դասարանն էր, որը օրերս իր մշտական հանդիսատեսին հրավիրել էր հոբելյանական համերգին։ Պարն իմ աշխարհն է, այսպես է վերնագրել իր համերգը Կապանի մշակույթի կենտրոնի պարուսույց Նարինե Մովսիսյանը։ Օրերս կայացած նրա տարեվերջյան համերգին հանդես եկան բոլոր 3 խմբերը։ Պարն իմ աշխարհն է, ես շատ եմ սիրում պարը։
Նարինե Մովսիսյանը հիմնել է պարային խմբեր եւ ունեցած հմտություններն անմնացորդ նվիրել իր սաներին։ Այժմ պարուսույցը միաժամանակ եւ ուսանում է մայրաքաղաքում։ Իմ բազմաթիվ հաջողությունները թերի կմնային, եթե չիրականացնեի վաղեմի երազանքս՝ ստանալ մասնագիտական կրթություն, խոստովանում է Նարինե Մովսիսյանը։ Նարադան ստուդիայի երեխաները ավարտում են ուսումնական տարին եւ քանի որ խմբում արդեն մոտավորապես հաճախում են 100-ի մոտ երեխաներ, մենք այսօրվա տոնական համերգը անվանել ենք Պարն իմ աշխարհն է եւ ինչ կոնկրետ վերաբերում է Պարին, մենք ամեն ինչ այսօր արել ենք, որ հանդիսատեսը հասկանա, որ իսկապես Պարն մեր երեխաների աշխարհն է։ Նարին պարային համույթը շուտով կտա իր շրջանավարտը։ Իդեպ խմբի սաների մեծ մասը որոշել է կրթությունը շարունակել մայրաքաղաքում։ Այնքան սիրով եմ աշխատում իմ մանուկների հետ, որ ես համերգային ծրագրիս կարգախոսը անվանել եմ Պարն իմ աշխարհն է, որովհետև իսկապես նա իմ աշխարհն է, ես ինձ տեսնում եմ այդ ամենի մեջ։ Երեխաները այնքան սիրով են հաճախում, որ հիշում եմ սկզբից ունեի 5-10 երեխա, այսօր արդեն թիվս աճել է, իսկ դա վառ ապացույցն է, որ իրոք երեխաները սիրում են Պարը։ Պարարվեստի բնագավառում ներդրած գործունեության եւ պարի տարածման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը Նարինե Մովսիսյանին արժանացրել է պարգևի, իսկ նրա պարի խմբերը տարբեր բեմերում արժանացել են մրցանակների։ Մոտ 1.5 ժամ տևած համերգը քննություն էր տարբեր տարիների սաների եւ վայելք հանդիսատեսի համար։ 11 տարի է հաճախում եմ պարի ստուդիա, շատ եմ սիրում պարը եւ չեմ պատկերացնում կյանքս առանց պարի։ Շատ ուրախ եմ, որ մենք այս տարի մենահամերգ ունեցանք եւ ցանկանում եմ, որ ամեն անգամ բեմ դուրս գալիս բոլորս ուրախանանք։ Ճաշակով ստեղծված բեմական հանդերձանքը չնկատելն անհնար էր, իսկ բեմադրված մի շարք պարերը հայկական պարաշար, լատինաամերիկյան ռիթմիկ, սամբա գնահատեցին բոլորը։ Շատ գոհ եմ համերգից եւ կարելի է ասել տեսա իմ ամբողջ տարվա քննադյան աշխատանքի արդյունքը, վերջում ասաց պարուսույցը։ Ողջույն հրեշտակի պատրաստ եք բոլորին հայտնեք մեր շնորհակալությունը։ Այսքանը եթերում Խոստուփ հեռուստաընկերության կապանլուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն էր։ Բարի գիշեր։